Ինչ ռեյտինգ, վախենում եք, որ ձեզ վրա հարցակումներ կլինի բռնագանձման, բռնազավթման, չգիտեմ, գործողություններ կլինի սկսեն, այո, մի վախեցեք, դուրս եկեք այս պահին այս զրկանքները կկրեք, բայց եթե որ այս վիժվածները կհեռացվեն, հետո ամեն ինչ կվերականգնվի, բայց դենց վախենալու երկիր են կորցնում։ Ուրեմն սաղսիկ հակառակ դեպքում միևնույն է, եթե մնաց տանուր ատնված ամեն ինչ։ Այո։ Հիմա խոսենք մտավորականության մասին։ Մենք այսօր մի մենք ժամը 3-ին պիտի եթերում Էդգար Ղազարյանը լինի, որը դեպքում ինչքան հնարավոր է համառոտ։ Մի խոսքով չկրկնվեմ, մեր մտավորականությունը այսօր ուրեմն այդ Մասուրյաններն են, Ծատուրյաններն են, ասեք են հայ աչքերգրու Ամիրխանյաններն են, այդ դիակները, որոնք էլի օրինակ Մասուրյանի միակ երազանքը, որ ինքը իր այդ ստեղծագործությունների համերգները հիմա Մասուրյանի շաբաթ է հայտարարված եւ դահլիճները հասկանում են, որ լիքն են լավ, դուք գետինը չեք մտնում, պարոն Մասուրյան, արդեն է որ ասում է մի ոտքով են աշխարհում եք, լավ, այս երեխեքը իմ տղան չէին ուզում ապրել, գոնե ձեր ապրածի կես ապրեին, գոնե սերունդ տային։ Դուք ինչ մտավորական եք, եթե այսօր դուք անհաղորդ եք ձեր ազգի ցավին, ձեր պետության կորստին։ Ծատուրյանի մասին էլ չեմ ուզում խոսել, չերկարացնեմ Անժելա, որտեղ անցյալ օրը ինչ որ պետք էր այդ տականքին ասեցի, եւ այս մտավորական կոչված կամ էլիտաներ կոչվածների լռության եւ անկորության պարագայում, որ Արսենյանները եւ մնացած դիժվածները այսպես ավելի բարձր են խոսում, ավելի հանգիստ են խոսում եւ այլն, նրանց է գիտեք Երևանի փողոցներում ամենուր տեսնում ենք, չէ՞, ես օրինակ թքում եմ, եթե տեսնում եմ Էդմոն Մարուքյան կամ մեկ ուրիշ դիժվածքի, անմիջապես թքում եմ դեմքին։ Իսկ մեծամասնությունը ոնց որ այդ վիգենների դեմքերին ժպտացող սփյուռքը նույն այստեղ մի հատ թթու բառ չեն ասում, իրենց երեխաներին նույն մորթողին, իրենց պետությունը քանդող են։ Հակառակը ասած մի հատ էլ բան են անում, հարգանքի տուրք են մատուցում, լավ ասեցիք, թաղման բանում հավաքատեղիում մի հատ գնում են ձեռքը սեղմում են այդ նույն վիժվածքի։ Ինչ ասեմ, ծուր հայրիների աշխարհում գժանոցում են ապրում։ Մի խոսքով շատ արագացնեմ, ուզում եմ հասկանամ որտեղ է ասարա կոչվածը։ Ես օրինակ երեք մտածում եմ այդ երկրապահ կամավորականների մասին, ես ուզում եմ իրենց անվանումը առաջարկեմ, որ փոխենք, դասնենք երկրասպան կամավորականներ, այսուհետև ձեր անվանումը կլինի երկրասպան կամավորականներ եւ Սասուն Միքայելյանի հարճեր։ Շատ լավ, մենք գիտենք, որ նախաձեռնությամբ ենք հանդես եկել, նորից բոլորին շնորհակալություն ովքեր արձագանքեցին, չնայած Արցախի երեխաները շարունակում են մնալ Երևանում, գիտեք Գորիսից մեծ մասը տեղափոխել են Արցախ երեխաներին, այնտեղ բարի խումբ կար, մեկ այլ խումբ կար երեխաների, այստեղ Երևանում շարունակում են մնալ, հնարավորինս աջակցություն իրենց ցուցաբերվել է, առանձին մարդիկ բավականին այսպես զանգահարել են, մեկը երեկո է նվիրել, մեկը համերգ է կազմակերպել, հիմա արագ դա կներկայացնի Նաիրան, նորից ասեմ, որ Նաիրան ինձ հետ է հիմնական կազմակերպողն է, նախաձեռնողն է, Նաիրայի միջոցով է, Նաիրան նաև մեծ դրանից հետո այսպես զանգեր ստացան, գիտեք, որ Սպիտակ տուն գտնվում է Էրեբունի թաղամասում, ասեն Այվազովսկու 29, Այվազովսկու 29 Սպիտակ տուն, այդպես է կոչվում այդ փոքրիկ հյուրանոցը, այնտեղ են Արցախից տեղափոխված բոլոր այդ հիվանդները, Կարմիր խաչը որ տեղափոխվել է, մի մասը, այնքան արժանապատիվ, բարձր արժանապատվությամբ տեր մարդիկ են, որ հիմնականում ասում են մենք ոչ մի բանի կարիք չունենք, բայց պարզ է, որ շատ խնդիրներ ունեն, բայց այնտեղ 5-6-ը իսկապես լուրջ խնդիրներ ունեն, 1-2-ին այն մեր հայտարարությունից հետո ինչ-որ միջոցներ կան եւ Նաիրան անձամբ իր միջոցից 2 հոգու բանը տրամադրվել է, կազմակերպվել է, բայց 5-ը նորից օգնության կարիք ունեն եւ նաեւ այս երեխաները։ Ես հիմա Նաիրան հետո կներկայացնի ովքեր են, արձագանքել իմ կողմից էլ հատուկ շնորհակալություն Արմեն Հյուսնուցին, ջազ երաժիշտ, գիտեք երեխաներին ասացիք ինչ եք ուզում, ասեցի Մատենադարան այցելել եւ ջազ երաժշտություն լսել, 3 հատուկ այդ երեխաների համար կազմակերպվել է ջազ համերգ, շնորհակալություն նորից Արմեն Հյուսնուցին, չնայած ինքան համեստ մարդ է, ես գիտեմ որ իրեն դուրել չի գալ այսպես առանձին անդադ
ասում եմ դրա մասին։ Միշտ Նաիրան կներկայացնի, ես խնդրում եմ, եսի հեռախոսի համարն էի թողել, ես խնդրում եմ կապվել Նաիրայի հետ 091 42 40 87, գիտեք, սկզբում Երևանի կոդը պիտի լինի, եթե դրսից է զանգը 091 42 40 87։ Երևանի կոդը պլյուս 374։ Հա, կարծեմ բոլորը գիտեն, բայց բոլոր դեպքերում պետք է ասել, որտեղ այս պահին եւ երեխաները նորից ինչ որ աջակցության կարիք ունեն եւ հատկապես նորից եմ գտնում այն հիվանդներ, որ Արցախից տեղափոխվել են։ Բոլորի անունները, ցուցակը, հեռախոսահամարը, ամեն ինչ կա Նաիրայի մոտ, խնդրում եմ զանգարեք, Նաիրան ձեզ կասի ինչ է անհրաժեշտություն կա, ինչ խնդիր կա, եթե միջոցներ պիտի փոխանցեք, էլի Նաիրայի հետ կապվեք, կասի ես հատուկ խնդրում եմ ինձ ծանոթներ, բարեկամներ, ընկերներ, ովքեր որ կան, խնդրում եմ արձագանքել նույնը երևի Նաիրան, հա, ձեր բոլոր ծանոթներին։ Այո, ուղղակի գիտեք, իմիջը այս տականքները արգելափակել են նորից մեկ ամսով, ես ցավոք սրտի Facebook-ում չեմ կարողանում որևէ բան ուրեմն շտերաներ կամ տարածել, հետևաբար խնդրեմ սիրելի ընկերներ, աջակիցներ, ովքեր որ ինձ լսում են, ապա արձագանքեք, համարս արդեն գիտեք, զանգահարեք եւ տեսնենք, փորձենք օգնել 6 հոգու, 6 ընտանիքի։ Անժելա ջան, ես ասեմ, որ տեսեք, ես ուղղակի այնքան հուզված էի եւ այնքան հպարտ, երբ որ ինձ Արցախի շտաբից Երևանում տրամադրեցին Կարմիր խաչի օժանդակությամբ Արցախից Երևան տեղափոխված մեր արցախցիների ուրեմն տվյալները թվով 27-28 մարտ։ Ես հերթով զանգահարեցի, կապվեցի նրանց հետ, մի մասի հետ հանդիպեցի, ցնցող էր, որ այդ 28 հոգուց, ինչ ասեմ, գերակշռող մեծամասնություն, որ զանգում էին, այնքան շոյվում էին, որ շատ մենք իրենց հիշում ենք եւ ասում էին, որ մենք որևէ բանի կարիք չունենք, խնդրում եմ օգնեք կարիքավորներին նրան, ովքեր ունեն կարիք։ Այսինքն այս մարդիկ ստեղել են դրսևորում ամենաբարձր բարոյականություն, էթիկա եւ դա ուղղակի շատ մեզ ուրախացնում է։ Չէ՞ չի երկարացնեմ, այդ 28 հոգուց պարզվեց, որ կոնկրետ կարիք ունեն օգնության թվով 5 մարդ, որ հիմա առանցի կզանգահարեք, արդեն ես մանրամասները ձեզ անպայման կփոխանցեմ, ես ուզում եմ նաև անպայման արձագանքել Ռուսաստանի հայություններ, չգիտեմ, Լոս Անջելեսի, Հայաստանի, այստեղի, եթե դուք ապրում եք Երևանի, հատկապես այդտեղ, չգիտեմ, այնքան մոտ է ինչ կա, չգիտեմ, Անժան շնորհակալություն մետերը արձագանքել, նաև տերերին, այդ մարդկանց անհատույց, որտեղ այս իշխանությունները այս ամբողջ ընթացքում, երբ որ հարցրին մի բանով օգնում է, այս իշխանությունը ասի չէ, դա մնի երկու բան դուք ձու են ուղարկել այս ամբողջ ընթացքում եւ ուրիշ ոչինչ պատկերացնում եք, իսկ ինչ պարգևավճարներ են ստանում, մեկ պատգամավորը, որ իր պարգևավճարը զիջեր նվիրեր, ահռելի հարցեր կլուծեն։ Ուզում եմ շատ արագ շնորհակալություն հայտնել նաև Լիլիթ Գուլյանին, Վարդան եւ Ստեփան Սամվելյանների եւ Մուշեղ Գազյանին, որով 2 օր առաջ կազմակերպեցին գողտրիկ երեկո, այս նույն մեր Արցախի երեխաների համար եւ մենք հոյակապ ժամանակ այնտեղ անցկացրեցինք, անսահման շնորհակալություն եւ Անժելա ջան, նորից շեղվելու եմ, ուզում եմ խոսքս ավարտեմ ցիտելով Հրանտ Խալացյանին, որը Facebook-ում գրառում էր, արել պետք է կարդամ, որտեղ սա շատ կարեւոր է։ Ինչ է ասում Հրանտ Խալացյանը, որը անձամբ ճանաչում է Նիկոլ Փաշինյան անբարոյականի զավակին Թուրքին։ Նա մեր բանակն ատում էր դեռ վաղուց, կարելի է ասել անհիշելի ժամանակներից, բայց դեռ կան մարդիկ, ովքեր հիշում են անհիշելին, թե ինչպես մի փառչակ լրագրիստ սկսեց փնովել մեր բանակը, դրան ստեղծողներին եւ քանդեցան։ Նաեւ վրեժնելուծում հայոց բանակից եւ դրա ստեղծողներից։ Եթե դուք դեռևս չունեք կորցրած զավակ, ապա սպասեք նրան ձեր տներում։ Ինչ ասեմ ժողովուրդ, եթե պատրաստ եք, ուրեմն ձեզ բարի երթ այս մարդասպանին եւ նրա խունտայի հետ։ Եթե ոչ, ուրեմն դուրս եկեք փողոց, ժամանակը եկել է։ Այսքան Անժելա ջան։ Շնորհակալություն, նորից հիշեցնեմ Նաիրա Մելիքյանի հեռախոսի համարը 091 42 40 87, ես շատ եմ խնդրում արձագանքել, որտեղ իսկապես ծանր պայմաններում գտնվող այդ 20 քանի հիվանդը օգնության կարիք ունեն,
խնդրում եմ անպայման արձագանքել Ջայլամի քաղաքականությամբ այսպես չապրել, որ լսեցի եւ անցավ, դե ոչինչ, ինչ որ ուրիշ մարդիկ կգտնվեն։ Չէ, հենց այդ մեկը դու ես, որ պիտի օգնես եւ ձեռք մեկնես, հասցնել ասեցինք Էրեբունի թաղամաս փողոցը Այվազովսկի, չէ՞, Այվազովս 29-ը։ Այվազովս Այդ Էրեբունի որ գնում եք, հենց Սպիտակ տուն հյուրանոց ինչով կարող եք օգտակար եղեք, բայց իհարկե այդ ամենը կազմակերպում է Նայրան, խնդրում եմ զանգահարել, դե ես Նայրայի կողքին եմ, բնականաբար նախաձեռնել եմ, բնականաբար ամեն հարցում իրենց կողքին եմ լինելու, վերջապես ես նիշան գտա, որտեղ գժվում եմ, ասում գոնե մի բան անեմ, որ չխելագարվեմ եւ այդ առումով ձեզ անսահման շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ, մնացեք մեզ հետ, մի քանի րոպեից ուղիղ եթերում կլինի Էդգար Ղազարյանը։ Շնորհակալություն Տիկին Մինիստրի։